Ալիևը խոսում է Հայաստանի սահմանադրությունը փոխելու մասին, իսկ ներկայիս գործող վարչապետը խոսում է Հայաստանի 4-րդ հանրապետության մասին։ Ինչ է տեղի ունենում իրականում։ Ալիևի պահանջը սահմանադրության փոխելը դա կմահաճույք չի եւ վարչապետի հայտարարությունը, թե մենք ստեղծում ենք 4-րդ հանրապետություն, նոր ինքնիշխան Հայաստան, անկախ Հայաստան, պետք չէ ապրել անցյալով եւ այլն, ապրեք ներկայով, ինչ ունեք դրանով, մի խոսքով այդ բուդդիստական ուսմունքը քարոզում ձեզ մի ամբողջ պետության մակարդակով, այսինքն ձեզ դարձնում է ազգ, պետություն, որը որ չունի անցյալ եւ սկսվում է Հայաստանի ձևավորումը 0-ից, այսինքն Հայաստանը լուծարվում է, նոր Հայաստան է ձևավորվում։ Հիմա կբացատրեմ։ Երբ որ հրաժարվում եք սահմանադրության փոփոխությունից, այդ անկախության հռչակագրի ինքնիշխանության, դուք հրաժարվում եք ձեր պատմաիրավական իրավունքներից, այսինքն դուք երբեք չեք եղել Հայաստան, ձեզ երբեք չեն ցեղասպանել, դուք ինչ-որ մի անհասկանալի նոր մոդելի հայ եք դառնում։ Ես սա այսպես պարզ եմ ասում, այս ամեն ինչը պարզեցված, որ նույնիսկ ամենահեռավոր գյուղի աշխարհաբեկը, եթե մեզ լսում է, իր համար հասկանալի լինի։ Սահմանագծում սահմանազատումը տեղի ունեցավ Google քարտեզով, ես դրա մասին նախորդ տեսանյութում ասել եմ, ովքեր չեն նայել, կարող են մտնել նայել, ինչի համար արվեց Google քարտեզով։ Google քարտեզը դա իրավական ոչ մի ուժ չունի։ Սահմանագծում սահմանազատումը անում են միջազգային արձաններում, դատարաններում, պատմաիրավական հիմքերի վրա, այսինքն քո պատմության հիման վրա։ Երբ որ դու հրաժարվում ես այդ անկախության հռչակագրից, դու հրաժարվում ես քո պատմությունից։ Հիմա ավելի մանրամասը բացատրեմ, որովհետև ընտրություններից հետո Հայաստանին սպասվում է նոր քարտեզ եւ նոր տարածքների կորուստ։ Եվ դա արվելու է Google քարտեզի միջոցով։ Եթե դա արվում է Google քարտեզի միջոցով, մի քիչ ավելի սկզբից գամ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ 2015 թվականին Google-ում գրում էիր Ստեփանակերտ անգլերեն տառերով եւ կողքը բերում էր Խանքենդի որպես այլընտրանքային անուն։ Դա չէին անում, որպեսզի ադրբեջանցիները իրանց լավ զգային, դա նախապես մշակված ռազմավարություն էր։ Google-ը այդպիսով թվային աշխարհում աշխարհին սովորացնում էր կամաց-կամաց, որ դրանք նույն բաներն են։ 2023 թվականին, երբ որ հայաթափվեց, դեռ հայերը մեքենայով ճանապարհ էին բռնել, հենց այդ ժամանակ մեկ կոճակի սխմամբ փոխվեց Խանքենդի Google-ում։ Ովքեր հիմա նայում են, կարող են ստուգել, Google-ում գրել անգլերեն տառերով Ստեփանակերտ եւ բերում է Խանքենդի եւ այլ ընտրանքային անուն արդեն գոյություն չունի Ստեփանակերտ, չի գրում, որ նախկին անունը Ստեփանակերտ է, ընդհանրապես սկսվում է Խանքենդիի պատմությունը 1923 թվականից որպես պատմական Ադրբեջան, այսինքն թվային աշխարհում արդեն Արցախը պատմական Ադրբեջան է աշխարհի համար։ Եթե հայերեն տառերով եք գրում, դա հայկական Վիկիպեդիան է, որը ոչ մի նշանակություն չունի, իմաստ չունի աշխարհի համար։ Հիմա այդ նույն ձեռագիրը կրկնում են Զանգեզուրի հետ կապված։ Ջերմուկը, որտեղ որ Ադրբեջանի զորքը հիմա նստած է, իրանք անվանել են Իստիսու, Google-ում նույնպես գրում եք անգլերեն տառերով Իստիսու, ինքը սկզբուց ձեզ կբերի Քարվաճառը, տակ ջրեր, բայց նաև այդպիսով ջերմուկն են անվանել, որպեսզի ձեզ շեղեն, Google-ում արդեն այդ ամեն ինչը իրանց սերվերների վրա արդեն մուտք արված, պատրաստված է, արդեն պատրաստ է դա։
եւ իշխանասարը, որը համարվում է նաեւ ինքնիշխան Հայաստանի տարածք, այսօր իշխանասարը Google-ում գրում եք Քիզիլ, ոնց էր այդ ադրբեջաներեն Քիզիլքայա Google-ում եւ ինքը հիմա բերում է որպես Ադրբեջանի տարածք տուրիստական արշավների նկարներով, որ այնտեղ մարդիկ գնում են արշավների եւ այլն եւ այլն։ Արդեն այս ամեն ինչը մուտք արած է Google-ում։ Ղափանը Քաֆան գրում եք հենց հիմա Քաֆան Google-ում, ինքը բերում է կապան, ցույց է տալիս Հայաստան, Հայաստանի տարածք, որպեսզի դուք հանգստանաք, բայց դա արդեն նորից մուտք է արված որպես այլընտրանքային անուն, այսինքն այդ միջոցով իրանք աշխարհին սովորացնում են, որ դրանք նույն բաներն են։ Եվ հետևաբար հրաժարվելով այդ համանadrական հռչակագրից ինքնիշխանության, անկախության, գծվելու է ձեզ Google քարտեզով նոր Հայաստան։ Հետևաբար Զանգեզուրը ընկնելու է Ադրբեջանի տարածք։ Այստեղ արդեն Google-ը ոնց գծի, դուք պետք է համաձայնվեք, քանի որ դուք դա չեք կարող բողոքարկել, նոր ասեցի ինչի պատճառով, որովհետև եթե դուք ուզենաք դա բողոքարկեք միջազգային ատյաններում ձեր պատմաիրավական իրավունքներով հենված պատմության վրա, դուք չունեք պատմություն, դուք հրաժարվել եք պատմությունից, եւ այսպիսով ձեզ ինչ քարտեզ գծեն, դուք դա էլ ունենալու եք։ Հիմա ամենակարևորը բոլոր նրանց համար, շատ խելացիների համար, կիսատ խելացիների համար, անհավատների համար, որ սա լսեն ու կարծիք կազմեն, որ սա հնարավոր չի, ես ինչ աբսուրդ բան է, հիմա այդ աբսուրդի մասին։ Թրամփի այդ ստորագրված այդ նախապայմանը հետո, չգիտեմ, այդ Արաբաթ Միրզոյանը գնաց ինչ ստորագրեց, եկավ ուրախացած ձեռքբերումների մասին էր խոսում, այնտեղ կետ կա, որ ուշադիր կարդաք։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ծագած այն անհամաձայնությունների դեպքում պարտավոր են իրանք դիվանագիտական ձևով իրար հետ լուծեն։ Այդ դիվանագիտական բառը ձեր համար է, բայց բանալի բառը աշխարհի համար է։ Բանալի բառը նա է, որ առանց երրորդ կողմի միջամտության։ Այսինքն Հայաստանը դա արդեն ստորագրել է, եթե Զանգեզուրը գծվում է Ադրբեջան, դու էլ երրորդ կողմ չկա, որ քեզ օգնի, քանի որ դու արդեն դա ստորագրել ես։ Հետևաբար Հայաստանին թողեցին թուրքա-ադրբեջանական, իրանք ոնց են ասում, երկու ազգ մեկ պետություն, մեն-մենակ Հայաստանին թողեցին դրանց հետ մեն-մենակ։ Ձեր ներկայիս այսօր մենեջերները, որոնք կոչվում են իշխանություն, եւ նաեւ նախկինները նույնպես մենեջերներ էին, որոնք համարվում էին իշխանություն, պարզապես սրանք արևմուտքի մենեջեր են, նրանք Ռուսաստանի մենեջերներ են։ Եվ այսպիսով Հայաստանը կորցնելու է Զանգեզուրը։ Իսկ այն մասայի համար, ովքեր որ Պարսիկը դա թույլ չի տա, Պարսիկը մեր բարեկամն է, Պարսիկը հայտարարություններով հանդես է եկել, մենք չենք հանդուրժի սահմանի վրա փոփոխություն, Հայաստանի քարտեզի եւ այլն, պետքա ձեզ ասեմ, որ սա այս ստորագրությունը նաեւ լեգիտիմացնում է Պարսկաստանի դեմ պատերազմը միջազգային հարթակներում, եւ որ Պարսկաստանը իր անհամաձայնությունը հայտնի հայ-ադրբեջանական քարտեզի հետ կապված անհամաձայնությունների հետ կապված աշխարհը իրան դիտարկելու է ագրեսոր, որը որ խառնվում է երկու երկրների ներքին հարաբերություններին։
եւ այսպիսով աշխարհը ստանում է լեգիտիմ իրավունք եւ կոալիցիոն պատերազմ Պարսկաստանի դեմ, սա էլ Պարսկաստանի մասով։ Եվ Պարսկաստանն էլ, եթե պատերազմի, դա կլինի Պարսկաստանի վերջը, նաեւ Հայաստանի, որովհետեւ այդ գործողությունները այստեղից են լինելու։ Եթե այդ պատերազմը սկսվեց, Թուրքիան Հայաստանի մասին չի մոռանալու։ Այդ խառը ժամանակներում Թուրքիան էլ Հայաստանի հետ է սկսելու իր խաղերը խաղալ։ Սա ամբողջ ճշմարտությունն է, դուք սա լսեցիք առաջին անգամ, ես կատարում եմ իմ կամքը եւ իմ պարտքը ձեզ ասելու։ Հնարավոր է այս ամեն ինչից խուսափել, բայց կյանքի փորձը ցույց է տալիս, որ քանի ժողովուրդը բաժանվել է խմբերի վարչապետական, քոչարանական, սերժական, չգիտեմ էլ ինչական, հնարավոր չի, մինչև ժողովուրդը դրանցից չհրաժարվի։ Սա է ամբողջ ճշմարտությունը, բայց ամենակարևորը ոչ թե մեղքը նրանցն է, ովքեր որ այս ամեն ինչը արել են, այլ մեղքը ժողովրդինն է, որովհետև ժողովուրդը ինքը օգնեց, որ այս ամեն ինչը լինի։ Սա է ճշմարտությունը։ Ես սա ցավով եմ ասում, բայց սա ճշմարտությունն է։ Եվ նույնիսկ չեմ էլ ուզում ասեմ, որ սա տարածեք, թող բոլորը նայեն, ով կուզի կտարածի, ով կուզի չի տարածի, ես կատարեցի իմ կամքը եւ իմ պարտքը։ Դուք որոշեք, կուզեք կտարածեք, կուզեք չեք տարածի։ Այսքանը։